Կենսական գործարար հանդիպման ժամանակ 12-ամյա տղան ներխուժում է սենյակ, փնտրելով իր մորը մաքրուհուն։ Նրան ծաղրում են, երբ ասում է, որ խոսում է 9 լեզվով, բայց նա զարմացնում է բոլորին, ազատ խոսելով դրանցից յուրաքանչյուրով։ Այդ պահից նրա պատմությունը դառնում է տեսանելի, դառնալով տաղանդի, արժանապատվության փոխակերպման խորհրդանիշ։ Երանի Մաշտոցի պողոտայի ամենատպավորիչ երկնաքերերից մեկի տանիքին լռությունը խախտվում էր միայն մարմարե հատակով սահող ավելքի աննկատ ձայնով տղամարդկանց զսպված ձայների շշուկով։ Հանդիպումների սենյակում, որտեղից բացվում էր համայնապատկերային տեսարան դեպի մետրոպոլիս, անթերի կոստյումներով ղեկավարները շրջապատել էին թանկարժեք փայտից պատրաստված օվալած սեղանը։ Ուշադրության կենտրոնում Մարտիրոս Վարդանյանը, Վարդանյան Թրեյդինգ արտահանող ընկերության գործադիր տնօրենը, որը գերիշխում էր ազգային շուկայում, ներկայացնում էր աճի գրաֆիկները Իբրահիմ Ալ-Ֆայեդին, լիբանանցի գործարարին, որի կարողությունը տեխնոլոգիական ոլորտում միջազգային նախանձի առարկա էր։ Տիկին Քնար Սարգսյանը, 42 տարեկան, անձայն աշխատում էր հարակից միջանցքում։ Ծանր աշխատանքից կոշտացած ձեռքերը մանրակրկիտ մաքրում էին գրասենյակի յուրաքանչյուր անկյունը, մինչ նրա մտքերը թափառում էին որդու՝ Մաթոսի շուրջ։ Տղան այդ պահին պետք է դպրոցում լիներ, բայց անհանգստության զգացումը նրան ուղեկցում էր այն պահից, երբ նա դուրս էր եկել Մասիսի ծայրամասի իր տնից, որտեղ նա միայնակ էր մեծացնում որդուն, ամուսնու կողմից 7 տարի առաջ լքվելուց հետո։ Քնարը փորձում էր անտեսանելի լինել, ինչպես պահանջում էր ընկերության արձանագրությունը։ Ի վերջո, մաքրության աշխատակիցները չպետք է նկատվեին, այլ պարզապես ապահովեին, որ ամեն ինչ անթերի լիներ, որպեսզի չվնասվեր Վարդանյան Թրեյդինգի հաջողության պատկերը, որը ընկերությունը վաճառում էր միջազգային գործընկերներին։ Իբրահիմ, կարծում եմ, որ մեր համագործակցությունը առաջիկա 5 տարիներին կարող է հասնել միլիարդավոր դրամների, հայտարարեց Մարտիրոսը, ճշգրտելով իր իտալական փողկապը վստահ ժպիտով։ Արաբն ասաց չափավոր հետաքրքրությամբ, ուսումնասիրելով էկրանին արտացոլված թվերը։ Նրա կողքին Էդուարդ Մելքոնյանը, ֆինանսական տնօրենը, լրացրեց. Մեր լոգիստիկ ենթակառուցվածքը անզուգական է լատինամերիկյան շուկայում։ Ոչ մի մրցակից չի առաջարկում նույն ծախսարդյունավետությունը հայկական ապրանքների մերձավոր արելք արտահանման համար։ Հանդիպումը շարունակվում էր իր բնական հունով, երբ տեղի ունեցավ անսպասելին։ Սենյակի դուռը հանկարծակի բացվեց, մի նիհար, մուգ մաշկով, գանգուր մազերով տղա մտավ, շնչակտուր։ Նա հագած էր հանրային դպրոցի պարզ համազգեստ, մեջքին մաշված պայուսակով։ Մամ, կանչեց նա, նախքան հասկանալը, թե ուր էր մտել։ Մամ, դպրոցը շուտ է ազատել ուսուցիչների ժողովի պատճառով։ Փորձեցի զանգել, բայց քո հեռախոսը… Սենյակում տիրեց անհարմար լռություն։ Քնարը կաթվածահար եղավ, դեմքը խուճապով լցված։ 5 զույգ աչքեր շրջվեցին դեպի նա, ով գցեց մաքրող շորը վազեց, որդուն դուրս քաշելու։ Կներեք, պարոն Մարտիրոս։ Մաթոս, ինչ ես անում այստեղ, շշնջաց նա, մահացու ամոթահար։ Մարտիրոս Վարդանյանը վեր կացավ, դեմքը ակնհայտ գրգռվածությունից սեղմված։ Տիկին։ Քնար, չէ՞։ Մենք հստակ քաղաքականություն ունենք աշխատանքային ժամերին անձնական այցելությունների վերաբերյալ։ Եթե դուք չեք կարող ընտանեկան հարցերը բաժանել աշխատանքից… Դա այլս չի կրկնվի, կներեք, պատասխանեց Քնարը, քաշելով Մաթոսին թից։ Գնացինք, որդիս։ Այդ ժամանակ Իբրահիմ Ալ-Ֆայեդի ձայնը առաջին անգամ հնչեց, շեշտադրված հայերենով։ Սպասեք։ Գործարարը հանգիստ վեր կացավ։ Տղան կարող է մնալ։ Խնդիր չեմ տեսնում։ Մարտիրոսը փորձեց բողոքել, բայց պատվավոր հյուրն արդեն վեր էր կացել, քայլելով դեպի տղան։ Ինչ է քո անունը, երիտասարդ, հարցրեց Իբրահիմը, անկեղծ հետաքրքրությամբ։ Մաթոս Սարգսյան, պարոն, պատասխանեց տղան, ուղղելով կեցվածքը։ Չնայած նյարդայնությանը, նրա շագանակագույն աչքերը գործարարին նայում էին մի արժանապատվությամբ, որը զարմացրեց բոլորին։ Արի, նստիր այնտեղ, Իբրահիմը մատնացույց արեց սենյակի անկյունում գտնվող բազմոցը։ Քո մայրը պետք է աշխատի, ես հասկանում եմ, որ հիմա գնալու տեղ չունես։ Քնարը երախտագիտության հայացք նետեց գործարարին, մինչ Մարտիրոսը մյուս ղեկավարները դժգոհության արտահայտություններ էին փոխանակում, ստիպված ընդունելու իրավիճակը, հյուրի նկատմամբ հարգանքից ելնելով։ Մաթոսը հանգիստ նստեց, իր մաշված պայուսակից հանեց մի հին գիրք սկսեց կարդալ, վճռականորեն չառաջացնելու այլ խնդիրներ մոր համար։ Հանդիպումը վերսկսվեց, բայց մթնոլորտն այլս նույնը չէր։
Էդուարդ Մելքոնյանը, անհանգստացած տղայի ներկայությունից, չկարողացավ զսպել իրեն գծու մեկնաբանություն անելու ներմուծման տուրքերը քննարկելիս. Այս գումարներով մենք դժվարությամբ ենք կարողանում երեխաներին պահել արժանապատիվ դպրոցներում։ Երանի միջազգային վարժարանը ամսավճարը բարձրացրել է մինչ գրեթե 10,000 դրամ։ Դա այն գինն է, որպեսզի մեր ժառանգները ապագա ունենան, չէ՞։ Մեկնաբանությանը, որն ակնհայտորեն արվել էր նրանց մաքրող աշխատակցուհու միջ սոցիալական հեռավորություն ստեղծելու համար, հաջորդեցին զսպված ծիծաղներ։ Քնարը միջանցքում ծածրեց, թե չի լսում, բայց նրա ուսերը նկատելիորեն ընկան։ Այդ ժամանակ Մաթոսի ձայնը զարմացրեց բոլորին։ Իմ մայրը 3 տարբեր տեղերում է աշխատում, որպեսզի ես որակյալ կրթություն ստանամ, պարոն։ Սենյակում տիրեց անհարմար լռություն։ Էդուարդը տղային նայեց շոկային արտահայտությամբ, համարձակությունից։ Ահա, այդպես։ Եվ ինչ ես սովորում այդ որակյալ կրթությամբ, հարցրեց նա սարկազմով։ Շատ բաներ, պարոն։ Հատկապես լեզուներ։ Իբրահիմը, որը դեպքը դիտում էր աճող հետաքրքրությամբ, միջամտեց։ Լեզուներ։ Ինչ լեզուներ ես խոսում, տղա։ 9, պարոն։ Սենյակում հնչեց կոլեկտիվ ծիծաղ։ Մարտիրոսը գլխով արեց, կարծես ասելով երեխաներն ու իրենց երակայությունները։ Էդուարդն ավելի ուղղակի էր։ 9 լեզու։ Ես էլ, որ երկրի լավագույն դպրոցներում եմ սովորել, 3-ից ավելին չեմ խոսում։ Արի, ո՞րն են այդ 9 կախարդական լեզուները։ Մաթոսը դանդաղ փակեց գիրքը, խորը շունչ քաշեց, պատասխանեց զարմանալի հանգստությամբ։ Հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, արաբերեն, մանդարին, ռուսերեն, պարոն։ Ղեկավարների հայացքներում ծաղրը ակնհայտ էր, բայց Իբրահիմը կարծես շփոթված էր։ Անսպասելի շարժումով լիբանանցի գործարարը դիմեց տղային սահուն արաբերենով։ Բոլորի զարմանքին Մաթոսը պատասխանեց նույն լեզվով, առանց վարանելու։ Իբրահիմը շարունակեց ֆրանսերենով, ապա անգլերենով, իսպաներենով, նույնիսկ մանդարինով մի քանի արտահայտություն։ Յուրաքանչյուր լեզվով Մաթոսը պատասխանում էր հեշտությամբ, նրա արտասանությունը զարմանալիորեն ճշգրիտ էր այդքան երիտասարդի համար։ Քնարի դեմքը, որը դիտում էր դռնից, հերթագայում էր հպարտության անհանգստության միջ։ Երբ գործարարը վերջապես դադարեց, սենյակում բացարձակ լռություն էր։ Հայ ղեկավարները, նախկինում այդքան վստահ իրենց գերազանցության մեջ, կարծես փոքրացել էին իրենց իտալական կաշվե աթոռներում։ Արտասովոր է, շնջաց Իբրահիմը, անկեղծորեն տպավորված։ Ինչպես է ձեր տարիքի մի երիտասարդ, ապրելով ներեցեք, բայց ենթադրում եմ համեստ պայմաններում սովորում այդքան լեզուներ այդպիսի հմտությամբ։ Մաթոսը նայեց մորը, կարծես թույլտվություն խնդրելով խոսելու։ Քնարը մտավ սենյակ, մոտենալով որդուն հպարտության պաշտպանության խառնուրդով։ Կարող ես խոսել, որդիս։ 8 տարեկանից եմ սկսել, պարոն։ Մեր տան մոտի աղբում հին անգլերեն բառարան գտա, սկսեցի ինքնուրույն սովորել։ Հետո հայտնաբերեցի թաղային հանրային գրադարանը անվճար լեզուների հավելվածները։ Դիտում եմ տեսանյութեր համացանցում, լսում երաժշտություն, կարդում գրքեր տարբեր լեզուներով։ Ամեն անգամ, երբ մայրս լրացուցիչ գումար է գտնում, ինձ 5 գիրք է գնում։ Քնարը աննկատորեն սրբեց մի արցունք։ Մաթոսը միշտ այդպիսին է եղել, վճռական։ Մինչ մյուս երեխաները խաղում էին, նա գրքերի մեջ էր։ Ես ոչինչ չեմ հասկանում դրանից, ընդամենը 5-րդ դասարան եմ ավարտել, բայց գիտեմ, որ որդիս հատուկ է։ Իբրահիմը հեռացավ հանդիպումների սեղանից, անտարբեր գրաֆիկների թվերի նկատմամբ։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր 12-ամյա տղայի վրա, որը հենց նոր մարտահրավեր էր նետել իր բոլոր սպասումներին։ Ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, Մաթոս։ Ուզում եմ ՄԱԿ-ում թարգմանիչ լինել, պարոն։ Կամ լեզուների ուսուցիչ։ Ուզում եմ օգնել տարբեր երկրների մարդկանց հասկանալու միմյանց։ Այդ պահին ինչ-որ բան փոխվեց Իբրահիմի դեմքին։ Գործարարը, որը հայտնի էր բանակցություններում իր սառնությամբ, կարծես անկեղծորեն հուզված էր տղայի վճռականությունից։ Նա նայեց իր ձեռքի ժամացույցին, ապա Մարտիրոս Վարդանյանին։ Կարծում եմ, մեր հանդիպումը կարող է շարունակվել վաղը։ Ես այժմ քննարկելու այլ առաջարկ ունեմ, բայց ոչ մեր բիզնեսի հետ կապված։ Մարտիրոսը շփոթված փորձեց բողոքել, բայց Իբրահիմն արդեն կայացրել էր իր որոշումը։ Գործարարը շրջվեց դեպի քնարը Մաթոսը, իր դեմքին հազվադեպ տեսնվող ժպիտով։ Կցանկանայի ձեզ հրավիրել սուրճի։
Կարևոր բան կա, որ ուզում եմ քննարկել ձեր տաղանդավոր որդու ապագայի մասին։ Մոր որդու զարմացած հայացքները հանդիպեցին, մինչ Մարտիրոսը մյուս ղեկավարները ապշած դիտում էին անսպասելի շրջադարձը։ Այդ պահին ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպես այդ պատահական հանդիպումը հավերժ կփոխեր Սարգսյան ընտանիքի ճակատագիրը։ Մաշտոց սրճարանը Մաշտոցի Պողոտայի Կողբացու փողոցի անկյունում մի վայր էր, որտեղ ղեկավարներն ու զբոսաշրջիկները խառնվում էին բարդ մթնոլորտում։ Քնարը ակնհայտորեն անհարմար էր զգում, անընդհատ ճշգրտելով իր աշխատանքային համազգեստը, որը դեռ հագած էր։ Մաթոսը նրա կողքին ուշադիր աչքերով դիտում էր ամեն ինչ, կլանելով այն վայրի յուրաքանչյուր մանրուքը, ուր նա, անշուշտ, երբեք չէր այցելի սովորական պայմաններում։ Իբրահիմ Ալ-Ֆայեդը ազատել էր իր վարորդին թիկնապահին, նախընտրելով 2 թաղամաս քայլել մինչ սրճարան քնարի Մաթոսի հետ։ Ճանապարհին նա տղային հարցրեց նրա առօրյայի, նրա հավակնությունների այն մասին, թե ինչպես էր նա կարողանում համատեղել կանոնավոր ուսումը այդքան լեզուների ինքնուս ուսուցումը։ Առավոտյան ժամը 5-ին եմ արթնանում դպրոցից առաջ սովորելու համար, պարոն, բացատրեց Մաթոսը, երբ նրանք հարմարվեցին սրճարանի հետնամասում զուսպ դիրքավորված սեղանի մոտ։ Եվ հետո, երբ վերադառնում եմ, օգտվում եմ, մինչ մայրս դեռ աշխատում է։ Հանգստյան օրերին ամբողջ օրը գրադարանում եմ մնում։ Մատուցողուհին մոտեցավ, Իբրահիմը 3-ի համար էլ պատվիրեց անթերի հայերենով։ Քնարը վարանեց, տեսնելով գները ճաշացուցակում, բայց գործարարը պնդեց, որ հանդիպումը իր հաշվին է։ Պարոն Ալ-Ֆայեդ, սկսեց քնարը, քաջություն հավաքելով։ Շնորհակալ եմ ձեր բարության համար, բայց պետք է հասկանամ, թե ինչու ենք մենք այստեղ։ Հուսով եմ, որ որդուս պահվածքը խնդիրներ չի առաջացրել։ Նա լավ տղա է, պարզապես անհանգստացած էր, որ չէր կարողացել խոսել ինձ հետ։ Իբրահիմը ժպտաց, նրա աչքերը ուսումնասիրում էին մորն ու որդուն անկեղծ հետաքրքրությամբ։ Տիկին Քնար, ձեր որդին ոչ մի խնդիր չի առաջացրել։ Ընդհակառակը, նա ինձ խորապես տպավորեց։ Գործարարը դադար տվեց, երբ մատուցողուհին բերեց սուրճերը տաք շոկոլադ Մաթոսի համար։ Ես պետք է ձեզ մի բան պատմեմ իմ մասին, որը լայնորեն հայտնի չէ գործարար շրջանակներում։ Իբրահիմը բացատրեց, որ բացի իր տեխնոլոգիական բիզնեսից, նա պահպանում էր կրթական հիմնադրամ, որը բացահայտում էր երիտասարդ տաղանդներին անբարենպաստ սոցիալ-տնտեսական վիճակում ամբողջ աշխարհում։ Ծրագիրը, որը կոչվում էր «Կամուրջներ դեպի ապագա», առաջարկում էր լիարժեք կրթաթոշակներ լավագույն ուսումնական հաստատություններում, տարրական դպրոցից մինչ համալսարան։ Այս տարի մենք ավելի քան 3000 թեկնածու ունեցանք տարբեր երկրներից ընդամենը 12 տեղի համար, շարունակեց նա, դիտելով, թե ինչպես Մաթոսի դեմքի արտահայտությունը աստիճանաբար պայծառանում էր։ Ընտրության գործընթացն արդեն ավարտվել է 2 ամիս առաջ, բայց ես համոզված եմ, որ ձեր որդին արժանի է արտակարգ հնարավորության։ Քնարը դրեց սուրճի բաժակը, նրա ձեռքերը դողում էին։ Ինչ եք կոնկրետ առաջարկում, պարոն։ Ես ուզում եմ Մաթոսին լիարժեք կրթաթոշակ առաջարկել Երանի միջազգային վարժարանում, ներառյալ ուսումնական նյութեր, համազգեստներ, սնունդ, տրանսպորտ։ Դպրոցն ունի մասնագիտացված ծրագիր բազմալեզու ուսանողների համար, համագործակցություն արտասահմանյան հաստատությունների հետ, կրթական փոխանակումների համար։ Մաթոսը գրեթե թափեց իր տաք շոկոլադը։ Երանի միջազգային վարժարանը հենց այն հաստատությունն էր, որը հիշատակվել էր հանդիպման ժամանակ, որտեղ սովորում էր ղեկավար Էդուարդ Մելքոնյանի որդին։ Դպրոց, որը հաճախում էին երանյան էլիտան դիվանագետների երեխաները, որտեղ ամսավճարը ավելի շատ էր, քան քնարը վաստակում էր մեկ ամբողջ ամսում։ Պարոն, սա շատ առատաձեռն է, բայց… Քնարը վարանեց, դեմքին հույզերի անվստահության խառնուրդով։ Մամ, խնդրում եմ, աղաչեց Մաթոսը, նրա աչքերը փայլում էին հույսով, որը ջարդեց քնարի սիրտը։ Որդիս, դու չես հասկանում։ Այս կյանքում ոչինչ անվճար չի գալիս։ Նա շրջվեց դեպի Իբրահիմը։ Ամբողջ հարգանքով, պարոն, ես չեմ կարող բարեգործություն ընդունել։ Ես ունեմ իմ հպարտությունը։ Մենք մեր որդուն մեծացրել ենք ազնվությամբ, քրտնաջան աշխատելով։ Իբրահիմը կարծես չէր վիրավորվել։ Ընդհակառակը, նրա հարգանքը քնարի նկատմամբ կարծես ավելացել էր նրա մերժումից։ Տիկին Քնար, ես կատարելապես հասկանում եմ ձեր դիրքորոշումը։ Ես բարեգործություն չեմ առաջարկում, այլ ներդրում։ Մաթոսի նման տաղանդները հազվադեպ են, աշխարհի համար կորուստ կլիներ, եթե նա չունենար այն լիովին զարգացնելու հնարավորությունը։ Քնարը մնաց ամուր, թե որդու աղերսող հայացքը խորապես ազդում էր նրա վրա։ Մամ, խնդրում եմ, շշնջաց Մաթոսը։
Սա միակ հնարավորությունն է, որ ես կունենամ։ Իբրահիմը մի պահ ուսումնասիրեց քնարի վճռական դեմքը, նախքան առաջարկելը։ Ես առաջարկ ունեմ։ Ինչ կլինի, եթե մենք սա վերածենք արդար փոխանակման։ Իմ ընկերությանը Հայաստանում պետք է կրտսեր թարգմանիչ հիմնական փաստաթղթերի նամակագրության համար։ Մաթոսը կարող էր աշխատել մեզ մոտ շաբաթ օրերին դպրոցական արձակուրդների մի մասի ընթացքում, ստանալով արդար աշխատավարձ իր հմտությունների համար։ Այսպիսով, դա բարեգործություն չէր լինի, այլ մասնագիտական հնարավորություն։ Քնարի դեմքի արտահայտությունը սկսեց մեղմանալ, բայց նրա աչքերում դեռ վարանում կար։ Որքան գտի այդ կրթաթոշակը։ Իսկ եթե նա չհարմարվի։ Դպրոցին։ Եվ ինչ կասեք աշխատանքի մասին։ Նա ընդամենը երեխա է։ Կրթաթոշակը գտի մինչ ավագ դպրոցի ավարտը, համալսարան ընդունվելու հնարավորությամբ, կախված ակադեմիական առաջադիմությունից։ Ինչ վերաբերում է աշխատանքին, դա կլինի անվտանգ միջավայրում, իր տարիքին համապատասխան աշխատանքային ժամերով, միշտ հարգելով հայկական աշխատանքային օրենսդրությունը։ Մենք կունենայինք պաշտոնական պայմանագիր, բոլոր երաշխիքներով։ Մաթոսը մորից Իբրահիմին էր նայում, շունչը պահած։ Այս պահը կարող էր փոխել նրա ամբողջ կյանքը։ Մամ, ասաց նա վերջապես, դուք միշտ ինձ սովորեցրել եք, որ մենք պետք է պայքարենք մեր հնարավորությունների համար։ Սա իմ շանսն է նա ձեզ օգնելու։ Ես կարող եմ աշխատել սովորել, արդեն անում եմ դա։ Քնարը սրբեց մի համար արցունք։ Եվ որտեղ կապրեինք։ Ես չեմ կարող վճարել վարձավճար այդ դպրոցի մոտ, Մաթոսը չի կարող ամեն օր միայնակ Մասիսի ծայրամասից այնտեղ գնալ։ Իբրահիմը ժպտաց։ Կրթաթոշակի մի մասը ներառում է բնակարանի համար նպաստ։ Դպրոցից 2 թաղամաս հեռավորության վրա կա բնակելի համալիր, որտեղ ապրում են այլ կրթաթոշակառուներ։ Դուք կարող եք տեղափոխվել այնտեղ։ Հաջորդած լռությունը լի էր հույզերով։ Քնարը նայում էր որդուն, նրանում տեսնելով ոչ միայն այն տղային, որին ինքը միայնակ էր մեծացրել, այլ այն տղամարդուն, որը նա կարող էր դառնալ ճիշտ հնարավորություններով։ Եթե ես ընդունեմ, ասաց նա վերջապես, ուզում եմ, որ հասկանաք մի քանի բան, պարոն Ալ-Ֆայեդ։ Ես չեմ թողնի իմ աշխատանքը։ Ես կշարունակեմ մաքրուհի լինել, որովհետև դա ազնիվ աշխատանք է, ես հպարտ եմ դրանով։ Եվ Մաթոսը երբեք չպետք է ամաչի իր ծագումից կամ իր մորից։ Իբրահիմը ձեռքը մեկնեց քնարին, հարգանքի ժեստ, որը հազվադեպ էր առաջարկվում իր սոցիալական դիրքի մարդու կողմից մաքրող աշխատակցուհուն։ Իմ խոսքն եմ տալիս, տիկին քնար։ Եվ լիովին համաձայն եմ։ Ձեր որդին միշտ պետք է հիշի, թե որտեղից է եկել իր մոր տված արժանապատվության քրտնաջան աշխատանքի արտակարգ օրինակը։ Մաթոսը դիտում էր տեսարանը, հազիվ կարողանալով զսպել իր հույզերը։ Մայրը դեռ մի պահ վարանեց, նախքան վերջապես սեղմելը Իբրահիմի մեկնած ձեռքը։ Ընդունում եմ, բայց լրացուցիչ պայմանով, ասաց նա, զարմացնելով երկուսին։ Ուզում եմ, որ արձանագրվի, որ սա անձնական բարեհաճություն չէ։ Եթե մի օր Մաթոսը զբաղեցնի նշանակալի դիրք, նա պետք է օգնի իր նման այլ երեխաների։ Համերաշխության շղթան չի կարող դադարել մեզ մոտ։ Իբրահիմը ժպտաց, անկեղծորեն հուզված այդ պարզ կնոջ արժանապատվությունից։ Դա կլինի մեր պաշտոնական համաձայնագրի մասը։ Այդ կեսօրին երեքը թողեցին սրճարանը նոր նպատակով։ Իբրահիմը վերադարձավ հյուրանոց իր հիմնադրամի հետ բյուրոկրատական գործընթացները սկսելու համար։ Քնարը Մաթոսը վերադարձան Մասիսի ծայրամաս, որտեղ կիսվեցին անհավանական նորությամբ տիկին Զարայի հետ, հարանուհու, որը հաճախ էր հոգ տանում տղայի մասին, երբ քնարը արտաժամյա էր աշխատում։ Տղաս, սա Աստծո գործն է, բացականչեց տարեց կինը, գրկելով Մաթոսին։ Ես միշտ ասել եմ, որ դու հեռու կգնաս։ Միշտ ասել եմ։ Այդ գիշեր, իր փոքրիկ երկսենյականոց տնակի մահճակալին պառկած, Մաթոսը չկարողացավ քնել։ Բարակ պատի միջով նա լսում էր մոր անձայն լացը հարան սենյակում։ Դա տխրության լաց չէր, նա գիտեր, այլ թեթացման հույսի։ Առաջին անգամ տարիների ընթացքում ապագան խոստումնալից էր թվում։ 2 շաբաթ անց փոխակերպումը սկսվեց։ Իբրահիմը կատարեց իր խոստացածի յուրաքանչյուր մանրուքը։ Քնարը Մաթոսը տեղափոխվեցին համեստ, բայց հարմարավետ բնակարան Երանի միջազգային վարժարանին մոտ։ Թե փոքր էր, ընդամենը 2 սենյակով, հյուրասենյակով խոհանոցով, նրանց համար դա պալատ էր թվում, համեմատած Մասիսի ծայրամասի տնակի հետ։
Քնարը պնդեց պահպանել իր աշխատանքը Վարդանյան թրեյդինգում, թե Իբրահիմն առաջարկել էր նրան վարչական պաշտոն տրամադրել իր սեփական ընկերությունում։ Ես լրացուցիչ բարեհաճություններ չեմ ուզում, բացատրել էր նա։ Ուզում եմ, որ որդիս ինձ տեսնի իմ տեղը նվաճելիս իմ սեփական ջանքերով։ Ինչ նա չէր սպասում, դա Մարտիրոս Վարդանյանի արձագանքն էր, երբ նա իմացավ, որ իր աշխատակցուհու որդին կրթաթոշակ է ստացել Ալ-Ֆայեդի հիմնադրամից։ Տիկին Քնար, կանչեց նա լուրջ տոնով, երբ նրան գտավ միջանցքում։ Պետք է անձնապես խոսեմ ձեզ հետ։ Սրտի արագ զարկերով, վախենալով, որ նրան կնախատեն կամ նույնիսկ կհեռացնեն հանդիպման միջադեպի պատճառով, Քնարը հետեց իր ղեկավարին մինչ նրա աշխատասենյակ։ Ի զարմանս նրա, Մարտիրոսը զայրացած չէր թվում։ Իբրահիմն ինձ պատմեց ձեր որդու կրթաթոշակի մասին, սկսեց նա։ Պետք է խոստովանեմ, որ տպավորված էի։ Երբեք չէի պատկերացնում, որ մենք այդպիսի տաղանդ ունենք այդքան մոտ։ Շնորհակալ եմ, պարոն, պատասխանեց նա, դեռ զգուշավոր։ Իրականում, ես կցանկանայի ձեզ առաջարկել պաշտոնի բարձրացում։ Մեզ պետք է մաքրության թիմի ղեկավար, մեկը, ով լավ գիտի աշխատանքը պատասխանատու է։ Աշխատավարձը կլիներ 40% ավելի բարձր, դուք կունենայիք ավելի ճկուն ժամանակացույց, ձեր որդու ուսումնասիրություններին ուղեկցելու համար։ Քնարը դժվարությամբ էր հավատում իր լսածին։ Կարծես օրհնությունների հեղեղ էր թափվում իր կյանքի վրա, տարիների անխոնջ պայքարից հետո։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Ես կանեմ իմ լավագույնը։ Երբ այդ օրը նա դուրս եկավ գրասենյակից, Քնարը չկարողացավ զսպել արցունքները մետրոյում։ Նրա կողքի մի տարեց պարոն անհանգստացած թաշկինակ առաջարկեց։ Ամեն ինչ լավ է, օրիորդ։ Այո, պատասխանեց նա, ժպտալով արցունքների միջից։ Առաջին անգամ տարիների ընթացքում ամեն ինչ իսկապես լավ է։ Մինչդեռ Մաթոսը բախվում էր իր սեփական մարտահրավերին։ Հաջորդ երկուշաբթի օրը, հագած Երանի միջազգային վարժարանի անթերի համազգեստը, նա կանցներ իր նոր դպրոցի դարպասներով, որտեղ իրեն սպասում էր բոլորովին այլ աշխարհ, արտակարգ հնարավորություններով, բայց նա խոչընդոտներով, որոնք կփորձեին ոչ միայն նրա ինտելեկտը, այլ նրա բնավորությունը, արժեքների ամրությունը։ Երանի միջազգային վարժարանի տպավորիչ դարպասը կվախեցներ ցանկացած նորեկի։ Մաթոսի համար, ով մինչ 2 շաբաթ առաջ սովորում էր Մասիսի ծայրամասում գտնվող Զուլեյկա Սարգսյանի անվան պետական դպրոցում, զգացողությունը այն էր, կարծես մտնում էր օտար երկիր։ Ծառապատ համալսարանը ժամանակակից ճարտարապետության շենքերով, որոնք տարածված էին մի տարածքում, որը թվում էր ավելի մեծ, քան այն ամբողջ թաղամասը, որտեղ նա նախկինում ապրում էր, ստիպեց նրա ստամոքսը կծկվել։ Աշակերտի անունը խնդրում եմ, հարցրեց ընդունարանի աշխատակցուհին, առանց համակարգչից հայացքը բարձրացնելու։ Մաթոս Սարգսյան, պատասխանեց նա, նյարդայնորեն ճշգրտելով իր նոր ուսապարկը, Իբրահիմի նվերը, որը փոխարինել էր իր մաշված պայուսակին։ Կինը ինչ-որ բան մուտքագրեց, ապա նայեց նրան, նրա արտահայտությունը նուրբ փոխվեց։ Ահ, դուք Ալ-Ֆայեդի հիմնադրամի նոր կրթաթոշակառուն եք։ Նրա տոնը թշնամական չէր, բայց կար կլինիկական հետաքրքրություն, կարծես Մաթոսը ինչ-որ հազվագյուտ նմուշ լիներ։ Ռենատան ձեզ կուղեկցի համակարգման սենյակ։ Հետո նա ձեզ ցույց կտա օբյեկտները։ Մի երիտասարդ օգնական հայտնվեց, մեղմ ժպտալով Մաթոսին։ Առաջնորդեց փայլեցված միջանցքներով։ Աշակերտները նրան դիտում էին անթաքույց հետաքրքրությամբ։ Նրանց համազգեստները թե նույնական էին Մաթոսի հագածին, նրանց վրա ավելի բնական էին թվում, որպես երկրորդ մաշկ։ Համակարգման սենյակում Մաթոսին ընդունեց տնօրեն Հելենա Սահակյանը, 50 անց մի կին, էլեգանտորեն հարդարված մոխրագույն մազերով, իտալական շրջանակով, ակնոցների հետից թափանցող աչքերով։ Մաթոս Սարգսյան, ասաց նա, ինտենսիվորեն ուսումնասիրելով նրան։ Ձեր դեպքը բավականին անսովոր է։ 30 տարվա կրթության ընթացքում հազվադեպ եմ տեսել, որ որևէ մեկը մտնի կիսամյակի կեսին, հատկապես այդքան յուրահատուկ պատմությամբ։ Մաթոսը զգաց, թե ինչպես է դեմքը այրվում, բայց հայացքը պահեց ամուր, ինչպես իր մայրը սովորեցրել էր նրան։ Շնորհակալություն հնարավորության համար, տնօրեն։ Պարոն Ալ-Ֆայեդը բավականին համառ էր ձեր լեզվական հմտությունների վերաբերյալ։ Մենք դրանք պատշաճ կերպով կփորձարկենք, իհարկե։ Տնօրենը խորհրդակցեց մի թղթապանակի հետ։ Դուք կսովորեք 8-րդ դասարանում միջազգային խմբում։ Կունենաք հայ դասընկերներ, բայց նա դիվանագետների, օտարերկրյա ղեկավարների երեխան էր։ Դասերը դասավանդվում են հերթականությամբ հայերենով, անգլերենով, իսպաներենով, այլ լեզուներով, ընտրովի առարկաներով։
Ուսուցման այդ ձաչափի հիշատակումը ստիպեց Մաթոսի աչքերը փայլել։ Դա հենց այն միջավայրն էր, որի մասին նա միշտ երազել էր։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք հարմարվեք, շարունակեց տնօրենը, բայց պետք է զգուշացնեմ, որ մեր չափանիշները խիստ են։ Շատ աշակերտներ, ովքեր գալիս են հանրային դպրոցներից, դժվարությունների են բախվում, հատկապես մաթեմատիկայի բնագիտության մեջ։ Ես կանեմ իմ լավագույնը, տիկին։ Տնօրենը նրան ուսումնասիրեց մի պահ։ Համոզված եմ, որ այո։ Ռենատան ձեզ կտանի ձեր ղեկավարին, պարոն Լուկասին, իսկ հետո ձեր առաջին դասին։ Մաթոսը կրկին հետեց օգնականին, փորձելով անգիր անել միջանցքների, լաբորատորիաների թեմատիկ սենյակների լաբիրինթոսը։ Երբ վերջապես հասան ղեկավարի սենյակ, գտան մի երիտասարդ տղամարդու, մոտ 30 տարեկան, գանգուր մազերով բարակ շրջանակով ակնոցներով։ Մաթոս։ Մենք անհամբեր սպասում էինք ձեր ժամանմանը, ասաց պարոն Լուկասը, անկեղծ ժպիտով, որը մի փոքր հանգստացրեց տղայի նյարդերը։ Ես լեզվաբանության համեմատական գրականության պրոֆեսոր եմ, բացի այդ, ձեր մանկավարժական ղեկավարն եմ։ Ցանկացած խնդիր կամ հարց, կարող եք ուղիղ ինձ մոտ գալ։ Նրա դպրոցական պատմության հետաքրքրությունների մասին կարճ զրույցից հետո պարոն Լուկասը Մաթոսին հանձնեց նրա դասացուցակը, ուղեկցեց նրան մինչ 8 հայ դասարան, որտեղ նա կունենար իր առաջին դասը, համաշխարհային պատմություն, որը դասավանդվում էր անգլերենով։ Հաջողություն, մաղթեց Լուկասը, նախքան սենյակի դուռը բացելը։ 22 զույգ աչքեր շրջվեցին դեպի Մաթոսը, երբ նա մտավ։ Պարոն Ռոջեր Վելինգտոնը, միջին տարիքի բրիտանացի, ընդհատեց իր բացատրությունը սառը պատերազմի մասին։ Ահ, դուք պետք է նոր աշակերտը լինեք։ Please, introduce yourself to the class. Մաթոսը խորը շունչ քաշեց, առաջ շարժվելով դեպի սենյակի կենտրոնը։ Hello. My name is Mathis Silva. I'm 12 years old and I'm very happy to join your class, ասաց նա կատարյալ անգլերենով, շատերի զարմանքին։ Excellent pronunciation, Ms. Silva. Please, take a seat next to Ms. Tanaka. Մաթոսը շարժվեց դեպի դատարկ նստարանը, արելյան դիմագծերով մի աղջկա կողքին, ով նրան ամաչկոտ ժպիտ առաջարկեց։ Քայլելիս նա լսեց շշուկներ, նկատեց հետաքրքրասեր հայացքներ, որոշները բարեկամական, մյուսները ոչ այնքան։ Դա Մասիսի ծայրամասից տղան է, շշնջաց մի շիկահեր տղա մի քանի շարք հետից։ Մաքրուհու որդին, ով ներխուժել է հորս հանդիպմանը ընկերությունում։ Մաթոսը անմիջապես ճանաչեց տղայի նշանագրի ազգանունը՝ Մելքոնյան։ Դա Էդուարդի որդին էր, այն ղեկավարի, ով նրան ծաղրել էր Վարդանյան թրեյդինգում։ Նա անտեսեց մեկնաբանությունը, կենտրոնանալով դասի վրա։ Երբ զանգը հնչեց, ազդարարելով ընդմիջումը, Մաթոսին մոտեցավ իր կողքի աղջիկը։ Ես Այկո Թանաքան եմ, ներկայացավ նա, հայերենով թե շեշտադրումով։ Իմ հայրը ճապոնացի դիվանագետ է, բայց մայրս հայ է։ Բարի գալուստ եմ։ Շնորհակալություն, պատասխանեց Մաթոսը, թեթացած բարեկամական դեմք գտնելուց։ Մի ուշադրություն դարձրու Ֆելիքս Մելքոնյանին, շարունակեց նա, զուսպ կերպով ցույց տալով շիկահեր տղային, ով այժմ հեռվից դիտում էր նրանց։ Նա բոլոր կրթաթոշակառուների հետ էլ խնդիրներ է ունենում։ Ճաշարանում, ժամանակակից կառույցում, որն ավելի շատ շքեղ ռեստորան էր հիշեցնում, միջազգային սննդի ընտրանիով, Մաթոսը կրկին իրեն անտեղի զգաց։ Այկոն նրան հրավիրեց նստելու մի փոքրիկ խմբի հետ, որի կազմում էին Հովհաննեսը, կոլումբիացի դիվանագետների որդին, Ամարան, մի սամորթ աղջիկ, ում մայրը Մոզամբիկի դեսպանն էր։ Դուք բոլորը դիվանագետների երեխաներ եք, հարցրեց Մաթոսը, փորձելով չթվալ վախեցած։ Ոչ բոլորը, պատասխանեց Ամարան, մեղմ ժպիտով։ Այնտեղի Ջուլիան կրթաթոշակառու է, ինչպես դու, համալսարանի պրոֆեսորների դուստրը։ Ռաֆայելը հայտնի հայ պլաստիկ վիրաբույժի որդին է։ Իսկ դու, Մաթոս։ Մենք լուրեր լսեցինք, բայց նախընտրում ենք ուղղակիորեն հարցնել, ասաց Հովհաննեսը հետաքրքրասեր, բայց քաղաքավարի։ Մաթոսը վարանեց ընդամենը 1 վայրկյան, նախքան պատասխանելը այն ազնվությամբ, որը մայրը միշտ սովորեցրել էր նրան։ Իմ մայրը Մաշտոցի Բողոտայի մի ընկերության մաքրության թիմի ղեկավարն է։ Մենք Մասիսի ծայրամասում էինք ապրում մինչ շաբաթներ առաջ։ Ես կրթաթոշակ եմ ստացել Ալ-Ֆայեդի հիմնադրամից, քանի որ 9 լեզու եմ խոսում։ Մի պահ տիրեց զարմացած լռություն, նախքան Այկոն բացականչեց։ 9 լեզու։ Լուրջ։ Որոնք։ Խումբը հիացած լսեց, թե ինչպես Մաթոսը բացատրեց իր ինքնուս ուղին։
Զրույցը բնականաբար հոսեց այլ թեմաների, առաջին անգամ ժամանելուց ի վեր Մաթոսը զգաց, որ գուցե կարող է իր տեղը գտնել այնտեղ։ Կեսօրը, սակայն, նոր մարտահրավերներ բերեց։ Բարձրագույն մաթեմատիկայի դասին, որը դասավանդում էր պարոն Ռոդրիգեսը, Մաթոսը բախվեց իր առաջին իրական դժվարությանը։ Ներկայացված հանրահաշվական հասկացությունները շատ ավելին էին, քան նա սովորել էր հանրային դպրոցում։ Պարոն Սարգսյան, կանչեց պրոֆեսորը, երբ Մաթոսը չկարողացավ լուծել խնդիրը գրատախտակին։ Հասկանում եմ, որ հարմարվում եք, բայց ձեզ լրացուցիչ դասեր կպահանջվեն դասարանի մակարդակին հասնելու համար։ Ես կխոսեմ ձեր ղեկավարի հետ։ Ֆելիքս Մելքոնյանը նրա որոշ ընկերներ զուսպ ծիծաղեցին, բայց Մաթոսը բարձրացրեց իր գզակը։ Այո, պարոն։ Ես կաշխատեմ։ Օրվա վերջում ֆիզիկապես էմոցիոնալ առումով հյուծված Մաթոսը մորը գտավ դպրոցի դարպասի մոտ սպասելիս։ Քնարը շուտ էր դուրս եկել աշխատանքից, որդուն իր առաջին օրը տանելու համար։ Ինչպես անցավ որդիս, հարցրեց նա անհանգիստ։ Մաթոսը ուզում էր պաշտպանել նրան, ազատել նրան անհանգստություններից, բայց հիշեց այն խոստումը, որը նրանք տվել էին առանց գաղտնիքների, առանց իրենց ծագումից ամաչելու։ Դժվար էր, մամ։ Մի քանի ընկեր ձեռք բերեցի, բայց կան մարդիկ, ովքեր չեն սիրում կրթաթոշակառուներին։ Եվ նրանց մաթեմատիկան շատ ավելի առաջադեմ է, քան իմ նախկին դպրոցինը։ Քնարը գրկեց որդուն, հենց այնտեղ, այլ ծնողների առջ, ովքեր սպասում էին շքեղ մեքենաներում։ Դու կկարողանաս, որդիս։ Միշտ էլ կարողացել ես։ Հաջորդ շաբաթներին Մաթոսը խիստ ռեժիմ սահմանեց։ Առավոտյան ժամը 5-ին էր արթնանում մաթեմատիկա բնագիտություն սովորելու համար, առարկաներ, որոնցում նա ավելի շատ դժվարություններ ուներ։ Օրվա ընթացքում, դպրոցում, նա կլանում էր յուրաքանչյուր դասը երկաթե վճռականությամբ։ Կեսօրին նա հաճախում էր պարոն Լուկասի կողմից առաջարկված լրացուցիչ դասերը, ով դարձել էր նրա ամենամեծ դաշնակիցը ուսուցչական կազմում։ Շաբաթ օրերին, ինչպես պայմանավորվել էին, Մաթոսը ներկայանում էր Իբրահիմի ընկերության Երանյան գրասենյակ, որտեղ աշխատում էր որպես կրտսեր թարգմանիչ, հիմնականում պարզ փաստաթղթերի էլեկտրոնային նամակների համար։ Աշխատավարձը համեստ, բայց նշանակալի ամբողջությամբ հանձնվում էր մորը, ով պնդում էր դրա մեծ մասը դնել փոքր խնայողական հաշվի, որդու համալսարանական ապագայի համար։ Նրա նվիրումը սկսեց պտուղներ տալ։ 2 ամիս անց մաթեմատիկայի բնագիտության գնահատականները զգալիորեն բարելավվել էին, թե դեռ փայլուն չէին։ Փոխարենը լեզուների, պատմության աշխարհագրության առարկաներում Մաթոսը առանձնանում էր որպես լավագույն աշակերտներից մեկը։ Ֆելիքս Մելքոնյանի նրա խմբի թշնամանքը, սակայն, չէր նվազել։ Եթե ինչ-որ բան, ապա աճել էր Մաթոսի ակադեմիական հաջողությունների համամասնությամբ։ Ծածուկ վիրավորանքները վերածվել էին ավելի ուղղակի սադրանքների, հատկապես այն բանից հետո, երբ Մաթոսը հրապարակայնորեն գովեստի էր արժանացել ֆրանսերեն գրականության ուսուցչուհու կողմից։ Բախտավոր Մասիսի ծայրամասի բնակիչ, շնջաց Ֆելիքսը, երբ նրանք հանդիպեցին միջանցքում։ Հայրս ասաց, որ արաբը քեզ պարզապես կրթաթոշակ է տվել, լրատվամիջոցներում բարի երալու համար։ Էժան բարեգործություն։ Մաթոսը բռունցքները սեղմեց, բայց հիշեց մոր խոսքերը։ Երբեք թույլ մի տուր, որ քեզ նվաստացնեն մինչ իրենց մակարդակը։ Քո պատասխանը պետք է լինի քո հաջողությունը։ Շրջադարձային կետը եկավ, երբ դպրոցը հայտարարեց լեզուների ներքին մրցույթ, որակավորման փուլ երիտասարդ բազմալեզուների միջազգային մրցաշարի համար, որը այդ տարի պետք է անցկացվեր Բարսելոնայում։ 3 աշակերտ կներկայացներ Երանի միջազգային վարժարանը։ Դու պետք է գրանցվես, պնդեց Այկոն, ով դարձել էր նրա լավագույն ընկերուհին։ Սա քո հնարավորությունն է ցույց տալու, թե ինչ կարող ես անել լավագույնս։ Ֆելիքսը կմասնակցի, վարանեց Մաթոսը։ Լսել եմ, որ իր հայրը 5 տարբեր լեզուներով անձնական դաստիարակներ է վարձել հենց այդ մրցույթի համար։ Եվ ինչ։ Նա կարող է դաստիարակներ ունենալ, բայց դու բնական տաղանդ ունես։ Բացի այդ, Այկոն ժպտաց, նա քո պատմությունը չունի պատմելու, չէ՞։ Ներքին մրցաշարի գրանցումը համընկնում էր հատուկ ամսաթվի հետ։ Լրանում էր ուղիղ 6 ամիս, ինչ Մաթոսը պատահաբար ընդհատել էր հանդիպումը Վարդանյան թրեյդինգում, հավերժ փոխելով իր կյանքի ընթացքը։ Այդ գիշեր քնարը ուշ վերադարձավ տուն, աշխատանքի հատկապես հյուծիչ օրվանից հետո։ Նա Մաթոսին գտավ տարբեր լեզուներով գրականության գրքերի վրա թեքված։ Որդիս, չես քնի։ Ես լեզուների մրցույթի համար եմ սովորում, մամ։ Վաղը կգրանցվեմ։
Քնարը նստեց որդու կողքին, նրա աչքերը արտացոլում էին իր զգացած հպարտությունը։ Գիտես, այսօր ինձ զանգել էր պարոն Իբրահիմը։ Մաթոսը գլուխը բարձրացրեց, զարմացած։ Իբրահիմը երբեմն զանգում էր իր առաջընթացին հետելու համար, բայց հազվադեպ էր ուղղակիորեն խոսում քնարի հետ։ Նա ուզում էր իմանալ, թե արդյոք դու կմասնակցես մրցաշարին։ Ասաց, որ եթե ընտրվես Բարսելոնայի համար, հիմնադրամը կհոգա բոլոր ծախսերը։ Մաթոսի աչքերը փայլեցին։ Հիանալի կլիներ, մամ։ Երբեք Հայաստանից դուրս չեմ եկել։ Ուրեմն ավելի լավ է պատրաստվես, որովհետև ես լավ կանխազգացում ունեմ դրա մասին, ժպտաց քնարը, համբուրելով որդու ճակատը, նախքան իր սենյակ գնալը։ Երբ դուռը փակվեց, Մաթոսը վերադարձավ գրքերին նոր վճռականությամբ։ Քաղաքի մյուս ծայրում, կենտրոն թաղամասի էլիտար հատվածի առանձնատանը, Ֆելիքս Մելքոնյանը նույնպես սովորում էր, շրջապատված թանկարժեք դաստիարակներով, անսահմանափակ ռեսուրսներով։ Երկու տարբեր աշխարհ, երկու երիտասարդ, նմանատիպ հավակնություններով պատրաստ բախվելու մի մրցույթում, որը կփորձարկեր ոչ միայն լեզվական գիտելիքները, այլ բնավորությունը, տոկունությունը։ Երանի միջազգային վարժարանի դահլիճը լեփ-լեցուն էր ներքին մրցույթի առավոտյան։ Ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ զբաղեցրել էին յուրաքանչյուր ազատ տեղ, ստեղծելով հուզմունքի շշուկ, որը արձագանքում էր ձայնամեկուսացված պատերից։ Բեմում տնօրեն Հելենա Սահակյանը ճշգրտում էր խոսափողը, մինչ 5 ժյուրիի անդամներից կազմված սեղանը սպասում էր միջոցառման սկսվելուն։ Կուլիսներում 62 աշակերտներ էին պատրաստվում, յուրաքանչյուրը ներկայացնելով լավագույնը, ինչ քոլեջը կարող էր առաջարկել լեզվական հմտություններում։ Նրանց մեջ Մաթոսը նյարդայնորեն ճշգրտում էր համազգեստի փողկապը։ Սա առաջին անգամն էր, որ նա մասնակցում էր նման մասշտաբի մրցույթի։ Նյարդա ինես։ Մաթոսը շրջվեց, տեսավ Այկոյին, նույնպես մրցակից, քաջալերող ժպիտով։ Մի փոքր, խոստովանեց նա։ Երբեք ստիպված չեմ եղել ապացուցել իմ հմտությունները այսպես, հանրության առջ։ Դու լավ կանես, վստահեցրեց ընկերուհին։ Հիշիր, ինչ ասաց պարոն Լուկասը, խորը շունչ քաշիր, վստահիր քո գիտելիքներին։ Սենյակի մյուս կողմում Ֆելիքս Մելքոնյանը զրուցում էր իր ծնողների հետ։ Էդուարդ Մելքոնյանը, անթերի հագնված իտալական կոստյումով, վերջին հրահանգներն էր տալիս որդուն, մինչ նրա կինը, նախկին մոդել, որը անհարմար էր զգում դպրոցական միջավայրում, անուշադիր ստուգում էր բջջային հեռախոսը։ Հիշիր, Մաթոսը լսեց Էդուարդի խոսքերը, մեր ընտանիքը երբեք ոչ մի բանում երկրորդ տեղում չի եղել։ 3 սերունդ հաղթողներ, Ֆելիքս։ Ֆելիքսի հայացքը հատվեց Մաթոսի հայացքի հետ, ամբարտավանության, զարմանալիորեն, անապահովության հետքի խառնուրդ։ Առաջին անգամ Մաթոսը հասկացավ, որ գուցե մյուս տղան տարբեր, բայց նույնքան ծանր բեռ էր կրում։ Մրցույթի առաջին փուլը բաղկացած էր 6 տարբեր լեզուներով գրավոր թեստերից։ Մրցակիցները բաժանվեցին առանձին սենյակների, խիստ հսկողության ներքո։ 3 ժամվա ընթացքում Մաթոսը մյուս աշակերտները ցուցադրեցին իրենց քերականական գիտելիքները, բառապաշարը, տեքստի ըմբռնումը։ Ինչպես անցավ, հարցրեց Այկոն, երբ նրանք հանդիպեցին ճաշին։ Կարծում եմ, որ լավ էի, պատասխանեց Մաթոսը, զգուշավոր լավատեսությամբ։ Ռուսերենի թեստը ամենադժվարն էր։ Իսկ դու։ Չինարենը գրեթե սպանեց ինձ, հառաչեց նա։ Բայց հույս ունեմ ճապոներենի, անգլերենի վրա։ Երկրորդ փուլը, կեսօրին, ներառում էր համաժամանակյա թարգմանություն։ Աշակերտները տեսանյութեր էին դիտում մեկ լեզվով, պետք է բովանդակությունը վերապատմեին մեկ այլ, պատահականորեն նշանակված լեզվով։ Մաթոսը ստացավ արաբերենից հայերեն թարգմանելու առաջադրանքը, մինչ Ֆելիքսը պետք է ֆրանսերենից անգլերեն թարգմաներ։ Առաջին օրվա վերջում Մաթոսը հյուծված էր զգում, բայց վստահ։ Վերադարձավ տուն, տեսնելով մորը արդեն սպասող, անհանգիստ նորությունների համար։ Ինչպես անցավ, որդիս։ Կարծում եմ, որ լավ էի, մամ։ Վաղը կիմանաս, թե ով է անցնում եզրափակիչ։ Քնարը ուժեղ գրկեց որդուն։ Ես քեզ ինչ-որ բան ունեմ ասելու, ասաց նա, ժպիտը լուսավորելով իր հոգնած դեմքը։ Պարոն Իբրահիմը զանգել էր։ Նա կգա վաղը եզրափակիչը դիտելու։ Մաթոսի սիրտը սկսեց արագ զարկել։ Նրա բարերարը հազվադեպ էր Հայաստանում լինում, անընդհատ ճանապարհորդելով իր գլոբալ բիզնեսների միջ։ Նրա ներկայությունը էլ ավելի էր մեծացնում ճնշումը, բայց նա ցանկությունը ցույց տալու, որ ներդրումն արժեր։ Հաջորդ առավոտյան, երբ միջանցքներում շշուկներ տարածվեցին, երբ հայտարարվեցին 20 եզրափակիչ մասնակիցները։
Մաթոսը նրանց մեջ էր, Այգոյի, Ֆելիքսի 17 այլ ուսանողների հետ միասին։ Եզրափակիչը կլիներ 5 րոպեանոց բանավոր ներկայացում առնվազն 5 տարբեր լեզուներով, գնահատվելով ոչ միայն լեզվական հմտության, այլ բովանդակության արտահայտման համար։ Թեման է կամուրջներ մշակույթների միջ, տեղեկացրեց պարոն Լուկասը եզրափակիչ մասնակիցներին։ Դուք կունենաք 4 ժամ ձեր ներկայացումները պատրաստելու համար։ Կարող եք օգտագործել գրադարանը լեզուների լաբորատորիաները, բայց առանց ինտերնետի կամ արտաքին օգնության։ Մաթոսը տեղավորվեց գրադարանի անձայն անկյունում, մտածելով թեմայի մասին։ Իր շատ դասընկերների համար մշակույթների միջ կամուրջները վերացական հասկացություններ էին, արձակուրդային ուղղությունների կամ դպրոցական փոխանակումների փորձառություններ։ Նրա համար դա իր ամենօրյա կյանքն էր, բառացի փոխաբերական կամուրջը, որը նա ամեն օր անցնում էր Մասիսի ծայրամասի Երանի միջազգային վարժարանի արտոնյալ աշխարհի մեջ։ Երբ պատրաստման ժամանակն ավարտվեց, եզրափակիչ մասնակիցները վերադարձան դահլիճ, որն այժմ էլ ավելի լեփ-լեցուն էր։ Առաջին շարքում Մաթոսը նկատեց ոչ միայն իր մորը, ով աշխատանքից արձակուրդ էր վերցրել, այլ Իբրահիմ Ալ-Ֆայեդին, ով զուսպ նստած էր իր հայ օգնականի կողքին։ Մրցույթը սկսվեց։ Մեկ առ մեկ ուսանողները բարձրացան բեմ, ցուցադրելով տպավորիչ հմտություններ։ Այգոն հուզիչ ներկայացում կատարեց իր երկմշակութային փորձի մասին։ Մյուսները խոսեցին միջազգային ճանապարհորդությունների, գլոբալ գրականության մշակութային փոխանակումների մասին։ Երբ հերթը հասավ Ֆելիքսին, նա բարձրացավ բեմ այն վստահությամբ, ով ծնվել էր ուշադրության կենտրոնում լինելու համար։ Նրա ներկայացումը տեխնիկապես կատարյալ, անդրադարձավ, թե ինչպես բազմազգ ընկերությունները, հատկապես իր ընտանիքի ընկերությունը, արտարային կամուրջներ էին կառուցում ազգերի միջ։ Նրա 5 լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, գերմաներենը, իտալերենը, ներկայացվեցին անթերի արտասանությամբ, ակնհայտորեն տարիների անձնական դաստիարակների արդյունք։ Ծափահարությունները ջերմ էին, երբ նա ավարտեց։ Էդուարդ Մելքոնյանը հպարտ ժպտում էր հանդիսատեսի մեջ, մինչ Հելենա Սահակյանը հավանությունով գլխով էր անում։ Թվում էր դժվար էր գերազանցել այդ ելույթը։ Հաջորդ թեկնածուն Մաթոս Սարգսյան հայտարարեց արարողության վարողը։ Մաթոսը բարձրացավ բեմ, սիրտը թակում էր կրծքին։ Նա նայեց հանդիսատեսին, գտնելով մոր քաջալերող հայացքը։ Խորը շունչ քաշեց, սկսեց. «Բարի առավոտ բոլորիդ», ասաց նա հայերենով, նրա ձայնը սկզբում դողդոջուն էր, բայց ամրություն էր ստանում յուրաքանչյուր բառով։ Ես կխոսեմ մշակույթների միջ կամուրջների մասին, բայց ոչ միայն այն կամուրջների, որոնք մենք անցնում ենք, այլ նրանց, որոնք մենք կառուցում ենք մեր սեփական ձեռքերով։ Այնուհետ նա անցավ անգլերենին, նկարագրելով, թե ինչպես էր գտել իր առաջին բառարանը աղբի մեջ, ինչպես էր այդ դեն նետված առարկան դարձել իր առաջին կամուրջը Մասիսի ծայրամասից դուրս աշխարհի համար։ Ֆրանսերենով նա խոսեց աշխատանքի արժանապատվության մասին, առանց անունը նշելու հիշատակելով մորը, բայց ուղղակիորեն նայելով նրան, մինչ նկարագրում էր, թե ինչպես էր ամեն օր ականատես եղած վճռականության օրինակը կերտել իր բնավորությունը։ Արաբերենով նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատում էին թաքնված ներուժին, հանրությանը դժվար չէր հասկանալ, թե ում էր նա նկատի ունենում, երբ նրա աչքերը կարճ ժամանակով հանդիպեցին Իբրահիմի աչքերին։ Իսպաներենով նա խոսեց տարբեր աշխարհների միջ նավարկելու մարտահրավերների մասին, թե ինչպես յուրաքանչյուր լեզու նրան առաջարկում էր ոչ միայն բառապաշար, այլ իրականության մասին յուրահատուկ հեռանկարներ։ Անցնելով իտալերենի, նա քննարկեց, թե ինչպես էր իսկական կրթությունը գերազանցում ինստիտուցիոնալ պատերը, տեղի ունենալով ինչպես շքեղ դասասենյակներում, այնպես էլ հանրային գրադարաններում մաշված գրքերով։ Գերմաներենով նա պնդեց, որ ամենակայուն կամուրջները կառուցվում են ոչ թե բետոնով, պողպատով, այլ կարեկցանքով, փոխըմբռնումով։ Ռուսերենով նա ընդգծեց, թե ինչպես էին լեզուները հնարավորություն տալիս մուտք գործելու պատմություններ, որոնք այլ կերպ անհասանելի կմնային, մեջբերելով մի ասացվածք այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր նոր լեզու նոր հոգի տալիս։ Մանդարինով նա անդրադարձավ շարունակական ուսուցման մեջ խոնարհության կարևորությանը։ Վերջապես, նա վերադարձավ հայերենի իր եզրակացության համար։ Յուրաքանչյուր լեզու, որ ես սովորել եմ, մի կամուրջ է, որը ես կառուցել եմ իմ սեփական ձեռքերով, օգտագործելով այն գործիքները, որոնք գտել եմ ճանապարհին։ Այդ գործիքներից մի քանիսը եկել են անսպասելի վայրերից, դեն նետված բառարան, անվճար տեսանյութեր առցանց, անծանոթների հետ զրույցներ հանրային գրադարաններում։ Մյուսները եկել են մարդկանցից, ովքեր իմ մեջ տեսել են մի բան, որը ես ինքս ամբողջությամբ չէի տեսնում։ Նրա ձայնը մի փոքր խզվեց, բայց նա շարունակեց. Այս կամուրջները ինձ թույլ տվեցին անցնել ոչ միայն աշխարհագրական, այլ սոցիալական սահմաններ։
Ինձ բերեցին այս բեմ, ձեր առջ։ Եվ ես խոստանում եմ, որ կշարունակեմ կառուցել կամուրջներ, ոչ միայն իմ սեփական շահի համար, այլ որպեսզի ուրիշներն էլ կարողանան անցնել դրանցով։ Հաջորդած լռությունը կարճատ էր, շուտով ընդհատվեց ծափահարությունների ալիքով, որն աճեց մինչ կանգնած ծափահարությունների։ Քնարը ջանք չէր գործադրում զսպելու արցունքները, որոնք ազատորեն հոսում էին։ Իբրահիմը ծափահարում էր անդորր ժպիտով, կարծես ականատես լինելով մի բանի հաստատմանը, որն արդեն գիտեր։ Նույնիսկ Էդուարդ Մելքոնյանը տպավորված էր թվում, թե ձեռքերը ծալած էր պահում ծնկներին։ Երբ Մաթոսը վերադարձավ իր տեղը, նա նկատեց մի անսպասելի բան՝ Ֆելիքս Մելքոնյանի հայացքը։ Այնտեղ թշնամանք չկար, միայն մի տեսակ դժկամ ճանաչում։ Վերջին ներկայացումներից հետո ժյուրիի անդամները հեռացան խորհրդակցելու։ Լարվածությունը դահլիճում շոշափելի էր, մինչ նրանք սպասում էին արդյունքին։ Այկոն համերաշխության նշանով սեղմեց Մաթոսի ձեռքը։ Անկախ արդյունքից, շշնջաց նա, քո ներկայացումը լավագույնն էր։ 20 րոպեից հետո, որոնք ժամեր թվացին, ժյուրիի անդամները վերադարձան։ Տնօրեն Հելենա Սահակյանը վերցրեց խոսափողը։ Այսօր մենք ունեցանք արտակարգ ներկայացումներ, ցուցադրելով մեր աշակերտների լեզվական գերազանցության բարձր մակարդակը։ Նախքան հաղթողներին հայտարարելը, կցանկանայի ասել, որ առաջին 3 տեղերը զբաղեցրած աշակերտները կներկայացնեն Երանի միջազգային վարժարանը Բարսելոնայում կայանալիք երիտասարդ բազմալեզուների միջազգային մրցաշարում, հաջորդ ամիս։ Հուզմունքի շշուկ անցավ դահլիճով։ Երրորդ տեղում, 5 լեզուներով նշանավոր ներկայացմամբ, Այկո Թանաքա։ Ծափահարություններ արձագանքեցին, մինչ Այկոն շողշողուն բարձրացավ բեմ, իր վկայականը մեդալը ստանալու։ Երկրորդ տեղում, տեխնիկական տիրապետման տպավորիչ մակարդակով բարդ փաստարկմամբ, Ֆելիքս Մելքոնյան։ Ֆելիքսի դեմքը հպարտության հիասթափության խառնուրդ էր ցույց տալիս։ Նրա հայրը քաղաքավարի ծափահարում էր, բայց նրա արտահայտությունը հստակ էր դարձնում, որ երկրորդ տեղը Մելքոնյանների ընտանիքում համարվում էր պարտություն։ Եվ առաջին տեղում, ներկայացմամբ, որը գերազանցեց պարզ լեզվական հմտությունը, հասնելով մշակույթների միջ կամուրջներ կառուցելու էությանը, ցուցադրելով ոչ միայն 9 լեզուների բացառիկ տիրապետում, այլ մտքի խորություն իսկություն Մաթոս Սարգսյան։ Ծափահարությունների պայթյունը խլացնող էր։ Մաթոսը մի պահ անշարժ մնաց, անհավատալի, մինչ Այկոն մեղմորեն առաջ մղեց նրան։ Բեմ բարձրանալիս նա տեսավ մորը բացահայտ լացելիս, ձեռքերը ծալած երախտագիտության անձայն աղոթքում։ Շնորհավորում եմ, Մաթոս, ասաց տնօրենը, հանձնելով նրան ոսկե գավաթը։ Դուք ոչ միայն պատիվ բերեցիք մեր հաստատությանը, այլ այսօր մեզ ինչ-որ բան սովորեցրիք։ Երբ միջոցառումն ավարտվեց, քնարը վազեց գրկելու որդուն, առանց ուշադրություն դարձնելու շուրջ բոլորի հետաքրքրասեր հայացքներին։ Շուտով նրան շրջապատեցին դասընկերները, շնորհավորանքներ հայտնելով, ուսուցիչները, հպարտություն արտահայտելով։ Իբրահիմը հանգիստ մոտեցավ, սպասելով իր հերթին։ Հիանալի աշխատանք, Մաթոս, պարզապես ասաց նա, երբ վերջապես կարողացավ խոսել տղայի հետ։ Դուք գերազանցեցիք իմ սպասումները, որոնք արդեն բարձր էին։ Այս ամենը ձեր շնորհիվ է, պարոն, պատասխանեց Մաթոսը, դեռ բռնած գավաթը, կարծես վախենալով, որ այն կանհետանա։ Իրականում, շարունակեց Իբրահիմը, կցանկանայի խոսել ձեզ ձեր մոր հետ Բարսելոնայի մասին։ Կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք պետք է բացատրեմ։ Մինչ երեքը հեռանում էին անձնական զրույցի համար, Ֆելիքսը դիտում էր տեսարանը հեռվից։ Նրա հայրը արդեն հեռացել էր, զայրացած ձախողումից, թողնելով նրան միայնակ հաղթահարելու հիասթափությունը։ Տղան մի պահ վարանեց, նախքան Մաթոսի ուղղությամբ քայլելը։ Սարգսյան, կանչեց նա, ընդհատելով զրույցը։ Շնորհավորում եմ։ Ձեր ներկայացումը տարբեր էր։ Դա ամենամոտն է ժողովրդությանը, որը Ֆելիքսը երբեք առաջարկել էր։ Մաթոսը գլխով արեց, ի նշան ճանաչման։ Շնորհակալություն։ Ձերն էլ շատ լավն էր։ Անհարմար լռություն տիրեց, նախքան Ֆելիքսը ավելացրեց. Ուրեմն, միասին կգնանք Բարսելոնա։ Հուսով եմ, որ պատրաստ եք միջազգային մրցույթին։ Դա այլ մակարդակ կլինի։ Դա հենց ընկերության առաջարկ չէր, բայց այն նշանակալի փոփոխություն էր ներկայացնում երկուսի հարաբերություններում։ Մաթոսը հասկացավ, որ գուցե հույս կարս մեկ կամուրջ կառուցելու, մի կամուրջ, որը կմիացներ սոցիալական աշխարհներ, որոնք անհաշտորեն հեռու էին թվում։ Այդ գիշեր քնարը բնակարանում փոքրիկ տոնախմբություն կազմակերպեց։
Տիկին Զարան հատուկ այդ առիթով Մասիսի ծայրամասից էր եկել, բերելով տնական տորտ։ Այկոն նրա ընտանիքը նույնպես հրավիրված էին, պարոն Լուկասի հետ միասին։ Հաղթողի կենացը, առաջարկեց Լուկասը, բարձրացնելով հյութի բաժակը։ Եվ Բարսելոնա մեկնելու կենացը։ Ծիծաղի զրույցների մեջ ոչ ոք չնկատեց, երբ Մաթոսը կարճ ժամանակով դուրս եկավ պատշգամբ։ Նայելով լուսավորված քաղաքին, նա շնչեց գիշերվա մաքուր օդը։ Ինչ-որ տեղ այնտեղ, լույսերից շենքերից այն կողմ, Մասիսի ծայրամասն էր, որտեղ սկսվել էր նրա ճանապարհը։ Այդքան շատ բան էր փոխվել ընդամենը 6 ամսում։ Ինչ ես մտածում, հարցրեց քնարը, միանալով որդուն պատշգամբում։ Կամուրջների մասին, մամ, պատասխանեց նա, ժպտալով։ Եվ այն մասին, թե ինչպես երբեմն մեզ օգնություն է պետք դրանք կառուցելու համար, բայց հետո մենք պետք է դրանք անցնենք միայնակ։ Քնարը գրկեց որդուն, երկուսն էլ նայում էին Երանի հորիզոնին, հակադրությունների քաղաք, որտեղ Մասիսի ծայրամասերը շքեղ բնակելի համալիրները գոյակցում էին աշխարհագրական մոտիկությամբ, բայց բաժանված էին սոցիալական անդունդներով, որոնք անհաղթահարելի էին թվում։ Այդ գիշեր, սակայն, Մաթոսը ապացուցել էր, որ հնարավոր է կամուրջներ կառուցել այդ անդունդների վրայով, մեկ լեզու մեկ առ մեկ։ Բարսելոնան շողում էր գարնանային արի տակ, երբ հայկական պատվիրակությունը իջավ Էլ-Պրատ օդանավակայանում։ Մաթոսը, ով երբեք նախկինում Հայաստանից դուրս չէր եկել, զարմանքով կլանում էր յուրաքանչյուր մանրուք, բազմալեզու ցուցանակները, տարբերվող ճարտարապետությունը, տասնյակ տարբեր լեզուներով զրույցների շշուկը։ Տպավորիչ է, չէ՞, մեկնաբանեց պրոֆեսոր Բեատրիսը, վարժարանի օտար լեզուների համակարգողը, ով ուղեկցում էր 3 ուսանողներին։ Սա մի քաղաք է, որտեղ մշակույթներն իսկապես հանդիպում են։ Նրա կողքին Այկոն ժպտում էր, արդեն ծանոթ լինելով միջազգային ճանապարհորդություններին, մինչ Ֆելիքսը փորձում էր անտարբեր թվալ, թե նրա աչքերը մատնում էին նույն ոգորությունը, ինչ Մաթոսը զգում էր։ Վերջին 30 օրվա ընթացքում երկուսի մեջ զգուշավոր հաշտություն էր հաստատվել։ Նրանք ընկերներ չէին, բայց փոխադարձ հարգանքը փոխարինել էր նախկին թշնամանքին։ Հյուրանոցը, որտեղ նրանք պետք է մնային, գտնվում էր Բարսելոնայի սրտում, Լաս Ռամբլասի մոտ։ Յուրաքանչյուր երկրի պատվիրակություն զբաղեցնում էր մեկ հարկ, ուսանողներով ուսուցիչներով բաշխված հարմարավետ սենյակներում։ Միջազգային մրցույթը միավորում էր 28 երկրների մասնակիցներ, ընդհանուր առմամբ ավելի քան 80 երիտասարդ բազմալեզուների։ Հիշեք, դուք ոչ միայն ներկայացնում եք Երանի միջազգային վարժարանը, այլ Հայաստանը, ընդգծեց պրոֆեսոր Բեատրիսը ողջույնի ընթրիքի ժամանակ։ Պահեք ձեզ արժանապատվորեն ջերմորեն։ Մրցույթի կանոնները բացատրվեցին հաջորդ առավոտյան, 3 օրվա ընտրական փուլեր, որոնք կավարտվեին մեծ եզրափակիչով։ Առաջին օրը նվիրված էր գրավոր թեստերին։ Երկրորդը՝ ինքնաբուխ զրույցներին տարբեր ազգությունների ժյուրիի անդամների հետ։ Երրորդը՝ վերջնական ներկայացմանը լավագույն 10 դասակարգվածների համար։ Բացման արարողությունը տեղի ունեցավ Բարսելոնայի համալսարանի տպավորիչ դահլիճում։ Մինչ նրանք սպասում էին կուլիսներում, Մաթոսը անսպասելի հաղորդագրություն ստացավ։ Իբրահիմ Ալ-Ֆայեդը ժամանել էր քաղաք գդիտեր մրցույթը։ Նորությունը մեծացրեց նրա վճռականությունը, բայց նրա նյարդայնությունը։ Կարծես ձեր կնքահայրը այստեղ է, մեկնաբանեց Ֆելիքսը, ով լսել էր զրույցը։ Նրա ձայնում չարություն չկար, միայն փաստի արձանագրում։ Նա իմ կնքահայրը չէ, ուղղեց Մաթոսը։ Նա մեկն է, ով հավատաց ինձ։ Ֆելիքսը մտածկոտ գլխով արեց։ Իմ հայրն էլ է գալիս։ Ընկերության անձնական ինքնաթիռով է թռել։ Նա վարանեց, նախքան ավելացնելը։ Նա երբեք առաջին տեղից պակաս ոչինչ չի ընդունում։ Սա առաջին անգամն էր, որ Ֆելիքսը բացահայտեց անձնական մի բան, մի փոքր խոցելիություն, որը մարդկայնացնում էր այն տղային, ում Մաթոսը համարել էր պարզապես ամբարտավան հակառակորդ։ Այդ կարճ պահին Մաթոսը տեսավ այն սպասումների ծանրությունը, որը կրում էր մյուսը։ Մենք կանենք մեր լավագույնը, պարզապես պատասխանեց։ Դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել։ Առաջին օրվա գրավոր քննությունները հյուծիչ էին, 8 ժամ տողությամբ թեստեր 10 տարբեր լեզուներով, գնահատելով տեքստի ըմբռնումից մինչ մշակութային նրբերանգներ, իդիոմատիկ արտահայտություններ։ Ի վերջո, Մաթոսը մտավորապես հյուծված էր զգում, բայց վստահ։ Տարիների ինքնուս ուսումը նրան ամուր հիմք էր տվել։ Նախնական արդյունքները հրապարակվեցին այդ գիշեր, 82 մասնակիցներից միայն 40-ը կանցնեին երկրորդ փուլ։ Երբ ցուցակը ցուցադրվեց հյուրանոցի նախասրահում, ծափահարություններ որոշ արդյունքներ արձագանքեցին միջավայրում։
Երեք հայերը որակավորվել էին, Այկոն 38 հրթեղում, Ֆելիքսը 12 հրթեղում, Մաթոսը զարմանալիորեն 5 հրթեղում։ Անհավանական է, բացականչեց Այկոն գրկելով Մաթոսին։ Դու լավագույնների մեջ ես։ Ֆելիքսը հարգալից գլխով արեց։ Նրա դիրքը լավ էր, բայց նա ակնհայտորեն ակնկալում էր լինել ավելի մոտ վերին։ Նրա դեմքին վճռականությունը փոխարինել էր բավարարվածության ցանկացած հետքի։ Հաջորդ առավոտյան Մաթոսը արթնացավ լուսաբացից առաջ։ Չկարողանալով կրկին քնել, նա իջավ հյուրանոցի նախասրահ, որտեղ միայնակ նստած գտավ մի ծանոթ կերպարի, Իբրահիմ Ալ-Ֆայեդին, ով արաբերեն թերթ էր կարդում։ «Պարոն Իբրահիմ», ողջունեց Մաթոսը, զարմացած։ «Դուք վաղ եք արթնանում»։ «Միշտ, իմ երիտասարդ, ժպտաց գործարարը։ Լավագույն մտքերը ծագում են, երբ քաղաքը դեռ քնած է։ Արի, նստիր։ Ինչպես ես զգում առաջին օրվանից հետո»։ Նրանք խոսեցին գրեթե 1 ժամ, ոչ թե որպես բարերար շահառու, այլ որպես լեզուների մշակույթների երկու սիրահարներ։ Իբրահիմը կիսվեց իր սեփական երիտասարդության պատմություններով Լիբանանում, այն մարտահրավերներով, որոնց բախվել էր որպես ներգաղթյալ Եվրոպայում, թե ինչպես էր լեզուների հետ հմտությունը բացել դռներ, որոնք անհնար էին թվում։ «Գիտես, Մաթոս, երբ ես քեզ տեսա Երանի հանդիպումների սենյակում, ես ճանաչեցի մի ծանոթ բան», խոստովանեց Իբրահիմը։ «Ես քո մեջ տեսա գիտելիքի նույն քաղցը, նույն վճռականությունը, որը ինձ մղեց»։ Նախքան Մաթոսը կկարողանար պատասխանել, նախասրահը սկսեց կենդանանալ այլ մրցակիցներով, ովքեր իջնում էին նախաճաշելու։ Մտերիմ պահն անցել էր, բայց նրա խոսքերը մնացին Մաթոսի հետ ամբողջ օրը։ Մրցույթի երկրորդ փուլն ավելի դինամիկ էր։ Յուրաքանչյուր մասնակից անցնում էր 5 կայանով, որտեղ ժյուրիի անդամները զրուցում էին տարբեր լեզուներով պատահական թեմաների շուրջ, գնահատելով ոչ միայն քերականական ճշգրտությունը, այլ բնականությունը, հարմարվողականությունը։ Մաթոսը հատկապես առանձնացավ արաբերեն-ռուսերեն լեզուներով զրույցներում, արմատյան մրցակիցների շրջանում ավելի քիչ տարածված լեզուներ։ Էդուարդ Մելքոնյանը ժամանեց ժամանակին, որդու ելույթը դիտելու համար։ Միշտ էլ էլեգանտ հագնված, նա տեղ զբաղեցրեց առաջին շարքում, նրա դեմքն անտարբեր էր, մինչ նա դիտում էր, թե ինչպես էր Ֆելիքսը հմտորեն, թե որոշակի կոշտությամբ, նավարկում տարբեր լեզվական կայաններով։ Երկրորդ օրվա վերջում մրցույթում մնացել էին ընդամենը 10 եզրափակիչ մասնակիցներ։ Ցուցակը հուզմունք առաջացրեց պատվիրակությունների շրջանում։ Մաթոսը դասակարգվել էր 3-րդ տեղում, մինչ Ֆելիքսը, ընդամենը 1 միավորով, մնաց 11-րդ տեղում, դուրս մնալով եզրափակչից։ Երիտասարդ Մելքոնյանի դեմքը զսպված հիասթափության դիմակ էր, երբ նա հանդիպեց հորը նախասրահում։ Էդուարդը ոչ մի բառ չասաց, պարզապես շրջվեց քայլեց դեպի վերելակ, որդուն թողնելով միայնակ կանգնած, ուսերը նկատելիորեն ընկած, ձախողման ծանրության տակ։ Այդ գիշեր, երբ Մաթոսը վերադառնում էր սենյակ, մորը լավ նորությունները հայտնելուց հետո, նա Ֆելիքսին գտավ միայնակ նստած հյուրանոցի պատշգամբում, նայելով լուսավորված քաղաքին։ «Շնորհավորում եմ որակավորման համար», ասաց Ֆելիքսը, առանց նրան նայելու։ Նրա ձայնը դատարկ էր թվում։ Մաթոսը վարանեց, ապա նստեց կողքի աթոռին։ «Շնորհակալություն։ Դուք նույնպես շատ լավ էիք»։ Տարբերությունը նվազագույն էր։ Նվազագույն, բայց բավարար։ Ֆելիքսը վերջապես շրջվեց, նրա կարմրած աչքերը մատնում էին, որ նա լացել էր։ «Իմ հայրն արդեն տոմսեր է ամրագրել, վաղը առավոտյան վերադառնալու համար։ Նա չի ուզում մնալ եզրափակիչը դիտելու»։ Մաթոսը կարեկցանքի ալիք զգաց։ «Ցավում եմ»։ «Մի ցավա։ Արդար էր։ Դուք»։ Ֆելիքսը վարանեց։ «Դուք իսկապես արժանի եք այնտեղ լինելու»։ Նրանց միջ լռություն տիրեց, այլս թշնամական չէր, պարզապես խորասուզված։ Վերջապես, Ֆելիքսը կրկին խոսեց։ «Ինչպես է»։ «Ինչպես է ի՞նչը»։ «Այդ ամբողջ ճնշումը չունենալը։ Ամեն անգամ կատարյալ չլինելը»։ Հարցը Մաթոսին զարմացրեց։ «Ես այլ տեսակի ճնշումներ ունեմ», ազնվորեն պատասխանեց։ «Ճնշում, ապացուցելու, որ արժանի եմ ստացած հնարավորությանը։ Ճնշում, չհիասթափեցնելու մորս, ով այդքան զոհաբերեց։ Ճնշում, արդարացնելու այն ներդրումը, որը պարոն Իբրահիմը կատարեց իմ մեջ»։ Ֆելիքսը դանդաղ գլխով արեց։ «Կարծում եմ, որ բոլորս էլ ինչ-որ բան ենք կրում»։ «Այո, բայց մենք կարող ենք ընտրել, թե ինչպես կրել»։ Երբ նրանք բաժանվեցին այդ գիշեր, նրանց միջ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։
Անսպասելի կամուրջ էր կառուցվել, դեռ փխրուն, բայց իրական։ Եզրափակչի առավոտը հույզերի հորցանուտ բերեց Մաթոսի համար։ Նրա հեռախոսը անդադար հաղորդագրություններ էր ստանում մորից, տիկին Զարայից, ընկերներից Հայաստանում, նույնիսկ զարմանալի մի հաղորդագրություն Մարտիրոս Վարդանյանից, բարեմաղթանքներով։ Եզրափակչի ձաչափն ավելի հանդիսավոր էր։ Յուրաքանչյուր մասնակից պետք է 10 րոպեանոց ներկայացում կատարեր ժյուրիի կողմից ընտրված թեմայով, օգտագործելով առնվազն 5 տարբեր լեզուներ։ Թեման, որը բացահայտվեց ընդամենը 2 ժամ առաջ, էր բառերի վերափոխող ուժը։ Լեփ-լեցուն դահլիճում Մաթոսը տեսավ Իբրահիմին հանգիստ նստած։ Ի զարմանս նրա, Ֆելիքսը նույնպես այնտեղ էր, միայնակ, ակնհայտորեն չենթարկվելով հոր հրամանին վերադառնալ Հայաստան։ Երբ հերթը հասավ նրան ներկայացնելու, Մաթոսը բարձրացավ բեմ, սիրտը արագ զարկելով, բայց մտքերը պարզ էին։ Նա սկսեց կատալաներենով, զարմացնելով տեղի հանդիսատեսին։ Դա մի լեզու էր, որը նա սկզբում չէր հայտարարել, բայց որը ինտենսիվորեն ուսումնասիրել էր մրցույթից առաջվա շաբաթներին, կանխատեսելով դրա օգտակարությունը Բարսելոնայում։ Բառերը աշխարհներ են կառուցում, ասաց նա, նախքան անցնելը արաբերենի, նկարագրելով, թե ինչպես էին հին տեքստերը պահպանել գիտելիքները հազարամյակների ընթացքում։ Ռուսերենով նա խոսեց, թե ինչպես է գրականությունը մարտահրավեր նետել ճնշող ռեժիմներին։ Մանդարինով նա ուսումնասիրեց, թե ինչպես էին առանձին հիերոգլիֆները պատմում ամբողջական պատմություններ իրենց մեջ։ Անգլերենով նա անդրադարձավ թվային դարաշրջանում գլոբալ հաղորդակցության ուժին։ Վերադառնալով հայերենի իր եզրակացության համար, Մաթոսը կիսվեց իր սեփական պատմությամբ, առանց մելոդրամայի կամ ինքնախղճահարության։ Բառերը ինձ տեղափոխեցին Երանի Մասիսի ծայրամասից մինչ այս բեմը Բարսելոնայում։ Յուրաքանչյուր լեզու, որ ես սովորել եմ, մի աղյուս էր իմ ճանապարհի կառուցման մեջ։ Եվ բառերի գեղեցկությունն այն է, որ երբ կիսվում են, դրանք բազմապատկում են իրենց ուժը։ Գիտելիքը չի նվազում բաժանվելիս, այն աճում է։ Ստացած ծափահարությունները եռանդուն էին։ Նույնիսկ այլ երկրների մրցակիցները ոգորությամբ ծափահարում էին։ Երբ նա վերադարձավ իր տեղը, Մաթոսը նկատեց Ֆելիքսին կանգնած ծափահարելիս մի ժեստ, որն ավելին էր նշանակում, քան ցանկացած գավաթ կարող էր ներկայացնել։ Ժյուրիի խորհրդակցությունը երկար տեց։ Երբ վերջապես վերադարձան, դահլիճը լռեց սպասումով։ Մրցանակները կհայտարարվեին հակառակ հերթականությամբ, սկսելով 10-րդ տեղից։ Մեկ առ մեկ անունները կանչվեցին։ Երբ միայն 3 եզրափակիչ մասնակիցներ էին մնացել առանց անվանման, Մաթոսը, մի աղջիկ Ֆինլանդիայից, մի տղա Հարավային Կորեայից, լարվածությունը շոշափելի էր։ Երրորդ տեղում, 7 լեզուներով նշանավոր ելույթով, Քիմ Ջեսունգը, Հարավային Կորեայից։ Երիտասարդ ասիացին բարձրացավ բեմ, ստանալով իր բրոնզե մեդալը հպարտ ժպիտով։ Երկրորդ տեղում, ցուցադրելով բացառիկ տեխնիկական տիրապետում մշակութային խորություն, Էլինա Վիրտանենը Ֆինլանդիայից։ Բարձրահասակ գրեթե սպիտակ մազերով ֆին աղջիկը ընդունեց իր արծաթե մեդալը էլեգանտ շնորհով։ Մաթոսը հազիվ էր շնչում։ Հնարավոր էր։ Կարող էր իսկապես հաղթել։ Եվ այս տարվա երիտասարդ բազմալեզուների միջազգային մրցաշարի մեծ չեմպիոնը, ներկայացնելով ոչ միայն 10 լեզուների արտակարգ տիրապետում, այլ լեզվի վերափոխող ուժի խորը ըմբռնում, համատեղելով անթերի տեխնիկան իսկության անկեղծ գրքի հետ, Մաթոս Սարգսյանը, Հայաստանից։ Աշխարհը կարծես դանդաղեցված շարժումով էր պտտվում, մինչ Մաթոսը քայլում էր դեպի բեմ։ Նա դողացող ձեռքերով ստացավ ոսկե գավաթը, գիտակցելով տեսախցիկները, որոնք արձանագրում էին պահը, գիտակցելով, որ իր մայրը կդիտի այդ պատկերները Երանում, գուցե հպարտությունից լացելով։ Կցանկանայիք մի քանի խոսք ասել, հարցրեց հաղորդավարուհին, առաջարկելով նրան խոսափողը։ Մաթոսը նայեց բազմազան հանդիսատեսին, այդքան շատ երկրների, մշակույթների տարբեր սոցիալական համատեքստերի մարդիկ։ Նա տեսավ Իբրահիմին հանգիստ ժպտալիս։ Նա տեսավ Ֆելիքսին, անկեղծորեն ծափահարելիս։ Եվ մտածեց իր մոր մասին, ով ֆիզիկապես ներկա չէր կարող լինել, բայց ում ուժը միշտ նրան ուղեկցում էր։ Ես ուզում եմ այս հաղթանակը նվիրել իմ մորը, Քնար Սարգսյանին, ով մաքրում է գրասենյակների հատակները, որպեսզի ես կարողանամ բարձրանալ։ Պարոն Իբրահիմ Ալ-Ֆայեդին, ով ներուժ տեսավ այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում էին միայն մի աղքատ տղայի։ Եվ բոլոր նրանց, ովքեր, ինչպես ես, ծնվել են այնպիսի վայրերում, որտեղ երազանքները չափազանց հեռու են թվում հասնելու համար, մի հանձնվեք։ Բառերն ուժ ունեն, դուք նույնպես։ Լրատվամիջոցների լուսաբանումը անմիջական էր։
Հայ տղան, մաքրուհու որդին, ով խոսում էր 10 լեզու, հաղթել էր աշխարհի ամենահեղինակավոր երիտասարդական լեզվական մրցույթում, դարձավ վիրուսային երույթ։ Հայկական թերթերը հրապարակում էին վերնագրեր Մասիսի ծայրամասի հրաշամանուկի մասին։ Միջազգային հեռուստաընկերությունները հարցազրույցներ էին խնդրում։ Վերադառնալով հյուրանոց, Մաթոսը զարմացավ տեսազանգից։ Պրոֆեսոր Բեատրիսի պահած պլանշետի վրա հայտնվեց մոր պատկերը, շրջապատվածը Վարդանյան թրեյդինգի աշխատակիցներով, բոլորը ծափահարում էին։ Քնարը բացահայտ լացում էր, ամբար իր հպարտությունը արտահայտելու համար։ Կարողացա, մամ, ասաց Մաթոսը, նույնպես հուզված։ Մենք կարողացանք։ Ավելի ուշ, երբ խառնաշփոթը մի փոքր նվազել էր, Իբրահիմը Մաթոսին հրավիրեց անձնական զրույցի հյուրանոցի ռեստորանում։ Ես խորապես հպարտ եմ քեզանով, Մաթոս, ասաց գործարարը։ Ոչ միայն քո հաղթանակի, այլ այն մարդու համար, որ դու դառնում ես։ Այս ամենը ձեր շնորհիվ է, պատասխանեց Մաթոսը։ Իբրահիմը գլխով արեց։ Ոչ։ Դուք պարտական եք ինքներդ ձեզ, ձեր մորը բոլոր այն հանգամանքներին, որոնք կերտեցին ձեր բնավորությունը։ Ես պարզապես բացեցի մի դուռ, դուք ընտրեցիք անցնել դրանով, քայլել ձեր սեփական ոտքերով։ Գործարարն այնուհետ բացահայտեց այդ զրույցի իրական նպատակը։ ՄԱԿ-ը գործարկում է կրթական գլոբալ ծրագիր սոցիալ-տնտեսական անապահով վիճակում գտնվող երիտասարդների համար։ Նրանք տեղյակ են ձեր պատմությունից, ցանկանում են, որ դուք լինեք ծրագրի երիտասարդ դեսպանը։ Սա կներառի լիարժեք կրթաթոշակ աշխարհի ցանկացած համալսարանի համար, երբ դուք ավարտեք ավագ դպրոցը։ Մաթոսը մի պահ ամբար մնաց, հեգնանք նրա համար, ով այդքան լեզուների էր տիրապետում։ Ավելին կա, շարունակեց Իբրահիմը։ Նրանք նա պաշտոն են առաջարկում ձեր մոր համար, որպես ծրագրի մշակութային համակարգող Հայաստանում։ Արժանապատիվ աշխատանք, իր բնական առաջնորդության կազմակերպչական հմտություններին համահունչ աշխատավարձով։ Լուր արցունքներ հոսեցին Մաթոսի դեմքով։ Ինչու՞։ Ինչու՞։ Այս ամենը պատահում մեզ հետ։ Իբրահիմը մեղմ ժպտաց։ Որովհետև արտակարգ տաղանդներ կան ամենուր, բայց հնարավորություններ չկան։ Այն, ինչ պատահեց ձեզ հետ, պետք է լինի կանոն, ոչ թե բացառություն։ Եվ հիմա դուք կունենաք ուժը, օգնելու փոխել դա ուրիշների համար։ Հաջորդ առավոտյան, մինչ հայկական պատվիրակությունը պատրաստվում էր վերադառնալ Երան, Մաթոսին զարմացրեց Ֆելիքսը հյուրանոցի նախասրահում։ Ես ուզում էի, սկսեց Ֆելիքսը, ակնհայտորեն անհարմար։ Ես ուզում էի ներողություն խնդրել։ Այն բանի համար, թե ինչպես էի վերաբերվում ձեզ դպրոցում։ Դա ճիշտ չէր։ Ամեն ինչ լավ է, պատասխանեց Մաթոսը, ձեռքը մեկնելով։ Մենք բոլորս սովորում ենք։ Ֆելիքսը ընդունեց ձեռքսեղմումը, ավելացնելով. Իմ հայրս մեկ շաբաթ Եվրոպայում կլինի գործերով։ Որոշեց, որ ես պետք է վերադառնամ պատվիրակության հետ։ Նա վարանեց, նախքան շարունակելը. Կարծում եմ, որ դա առաջին անգամն էր, որ ես չենթարկվեցի նրան, մնալով եզրափակիչը դիտելու։ Արժեր։ Փոքրիկ ժպիտ հայտնվեց Ֆելիքսի դեմքին։ Արժեր։ Կարծում եմ, որ 3 կարևոր բան սովորեցի։ 6 տարի անցավ այդ զրույցից հետո Բարսելոնայում։ Մաթոս Սարգսյանը, այժմ 18 տարեկան, կանգնած է Ժնի համալսարանի ամբիոնին, որտեղ նա հենց նոր ավարտել էր միջազգային հարաբերությունների լեզվաբանության իր կրթությունը բարձրագույն գերազանցությամբ։ Լեփ-լեցուն դահլիճում առանձնանում էին ծանոթ դեմքեր, Քնար Սարգսյանը, էլեգանտորեն հագնված մուգ կապույտ կոստյումով, որն արտացոլում էր նրա նոր պաշտոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվական հասանելիության գլոբալ ծրագրի տնօրեն։ Իբրահիմ Ալ-Ֆայեդը, ում մազերը մի փոքր ճերմակել էին, բայց ում հայացքը պահպանում էր նույն սրամտությունը։ Զարմանալիորեն Ֆելիքս Մելքոնյանը, ով հոր հետ հաշտվելուց հետո գտել էր իր սեփական ճանապարհը հայկական դիվանագիտության մեջ։ Այսօր ձեզ եմ դիմում անչափ երախտագիտությամբ, սկսեց Մաթոսը իր ավարտական ելույթը։ Երախտագիտություն իմ մորը, Քնար Սարգսյանին, ով ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը կախված չէ սոցիալական դիրքից կամ նյութական հարստությունից, այլ ամբողջականությունից, ազնիվ աշխատանքից։ Պարոն Իբրահիմ Ալ-Ֆայեդին, ով ինձ ցույց տվեց, որ իսկական բարեգործությունը ոչ թե բարեգործություն է, այլ ներդրում մարդկային ներուժի մեջ։ Նա նայեց բազմազան հանդիսատեսին, տասնյակ երկրների ուսանողներ, որոնցից շատերը կրթաթոշակներ էին ստացել այն հիմնադրամից, որը նա օգնել էր ստեղծել 3 տարի առաջ։
Այսօր մենք նշում ենք ոչ միայն ակադեմիական ցիկլի ավարտը, այլ կրթության միջոցով սոցիալական փոխակերպման հնարավորությունը։ Գիտելիքի կամուրջները հիմնադրամն արդեն ավելի քան 300 կրթաթոշակ է տրամադրել երիտասարդ տաղանդներին, սոցիալ-տնտեսական անապահով վիճակում ամբողջ աշխարհում։ Եվ սա ընդամենը սկիզբն է։ Մաթոսը եզրափակեց իր ելույթը իր տիրապետած 12 լեզուներից յուրաքանչյուրով մեկ արտահայտությամբ, ավարտելով հայերենով իր մայրենի լեզվով։ Թող որ բոլորս կառուցենք կամուրջներ այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են միայն անդունդներ։ Որովհետև բառերը, երբ կիսվում են կարեկցանքով նպատակով, ունեն ոչ միայն անհատական պատմությունները, այլ մարդկային պատմության ընթացքը փոխելու ուժը։ Մինչ հանդիսատեսը ծափահարում էր կանգնած, քնարը նայում էր որդուն արցունքոտ աչքերով, հիշելով այն տղային, ով մի օր պատահաբար մտել էր հանդիպումների սենյակ, հավերժ փոխելով իրենց կյանքի ընթացքը։ Այդ պահին նա համոզված էր, որ երբեմն ճակատագիրը անսպասելի ճանապարհներ է ընտրում, մեզ հենց այնտեղ տանելու համար, որտեղ մենք պետք է լինեինք։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մաթոսի քնարի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Այս պատմությունը հաղթահարման, արժանապատվության կրթության վերափոխող ուժի մասին հիշեցնում է մեզ, որ արտակարգ տաղանդներ կարող են ծագել ամենաանսպասելի վայրերում։ Նմանատիպ ոգեշնչող պատմությունների հետելու համար մենք հատուկ երգացանք ենք պատրաստել, որն ուսումնասիրում է անձնական սոցիալական փոխակերպման ուղիները։ Գտեք այն, սեղմելով ձախ կոճակը։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել այս տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք յուրահատուկ պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, նշում մարդկային տոկունությունը։ Ինչ եք մտածում Մաթոսի այս ճանապարհի մասին, Մասիսի ծայրամասից մինչ Մակ։ Կիսվեք ձեր մտքերով ստոր մեկնաբանություններում։ Ձեր հաջորդ ոգեշնչող պատմությունը ընդամենը մեկ սեղմումի հեռավորության վրա է։